Հետարքիր է այն փաստը, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծով է աստորեն կառուցվել նաև Ստեփանակերտը, Արցախի մայրաքաղաքը խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փաստորեն կենտրոնը եւ մեր Արցախ աշխարհի մայրաքաղաքը կառուցվել է նույնպես նրա նախագծով։ Հայաստանի տարբեր քաղաքներ, օրինակ Վաղարշապատը, Գավառը, Հրազդանը եւ տարբեր այլ քաղաքների գլխավոր նախագծեր հենց կազմվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Նույնիսկ Գյումրին խորհրդային շրջանում ստացել է նոր ձևակերպում, պայմանական ասած ստալինյան ոճի շինություններով, հենց նրա նախագծով։ Եվ երբ օրինակ այն մասնագետները, ովքեր պնդում են, թե Թամանյանը հենց ռուսական տիպի ստալինյան ամպիրն է բերել Երևան, այստեղ պետք է նկատեն մի կարևոր փաստ։ Թամանյանի այս ոճը առանձնանում էր այն լուծումներից, որ կիրառվում էին Մոսկվայում եւ Խորհրդային Միության մյուս քաղաքներում։ Այստեղ ոչ միայն անտիկ ճարտարապետության եւ ռուսական ճարտարապետության ավանդույթներն էին իրար հետ շահ կապված, այլ նաեւ ավելացված էին հայկական ճարտարապետության, մոնումենտալ ճարտարապետության հատկապես տարրեր, գեղեցիկ խոյակներ, քանդակներ, խաղողի ողկույզների, նռան եւ այլն։ Եվ այս բոլոր տարրերը բավական հետարքիր կոլորիտ են ստեղծում ժամանակակից Երևանի համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։